ՊՆ-ն հերքում է Հայկ Սարգսյանի հայտարարությունները, զինված ուժերում թոքաբորբից մահվան դեպք չի գրանցվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած մի շարք պնդումներ, դրանք որակելով ապատեղեկատվություն։ Գերատեսչությունը հայտնում է, որ պատգամավորի պնդումը, թե 2024-ին թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան հարց է քննարկվել, իրականությանը չի համապատասխանում։ 2024 թվականին Զուում թոքաբորբից մահացության որևէ դեպք չի արձանագրվել։ Պատվաստումների և պատշաճ բուժօգնության շնորհիվ թոքաբորբով հիվանդության մակարդակը տարեկան նվազել է 8-ից 13%-ով։ Նախարարությունը հիշեցնում է, որ զորակոչի թվականակի վերաբերյալ տվյալները գաղտնի են, սակայն նշում է, որ 2022-ի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թիվը աճել է 25,3%-ով։ 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այս մասին հիշեցնում է Կենտրոնական բանկը։ 2026 թվականի ապրիլի 15-ից քաղաքացիները իրենց մոտ ունեցած հին թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում առանց սահմանափակումների։ Ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսել ենք, բոլոր սկսված աշխատանքներն ավարտված են լինելու։ Այս մասին Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի շինարարական աշխատանքներին։ Եթե ձեզ հետաքրքրում է ինչ վիճակում է հուշահամալիրը այս պահին, խնդրեմ բաց է, որևէ օր փակ չի եղել։ Կարող եք հիմա էլ այցելել ու տեսնել, որ ավարտական փուլում ենք։ Առաջիկայում բարեկարգման տարածքի հետ կապված աշխատանքները կավարտենք և պատրաստ կլինենք, նշել է նա։ Գելլապ Ինթերնեյշնլի Հայաստանում լիիրավ անդամ MPG-ՍՊ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեին։ Հարցվածների 24,3%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Ըստ Նավասարդյանի սա մի փոքր դրական աճ է։ 13,4%-ը նշել է Ուժեղ Հայաստան կուսակցություն, ևս գրանցել է դրական աճ։ 7,9%-ը նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայաստան Դաշինքին քվեարկել է 5,5%-ը, որը ևս դրական աճ է վերջին 2-3 ամսվա ընթացքում իրականացրած փակ հարցումների համեմատական տվյալներով։ Ստամբուլում թմրանյութերի գործով ձերբակալվել է թուրքական շոու-բիզնեսի 9 հայտնի աստղ։ Այս մասին այսօր ապրիլի 7-ին հայտնեց NTV հեռուստաալիքը։ Թուրքիայում հիմնական Ստամբուլում խոշոր թմրամիջոցների դեմ հիմնական գործողությունները սկսել են իրականացվել 2025 թվականի հոկտեմբերից։ Կասկածյալները ստուգվում են թմրամիջոցներ ապօրինի պահելու կամ օգտագործելու, ինչպես նաև դրանց սպառման համար պայմաններ ստեղծելու հոդվածներով, հայտնում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ թուրք հայտնի դերասանուհի Հանդե Էրչելը թմրանյութերի թեստ էր հանձնել մամուլում տարածված տեղեկություններից հետո։ Ըստ այդ տեղեկությունների, կալանավորման հրամանը տրվել էր այն ժամանակ, երբ դերասանուհին գտնվում էր արտեշկրում, ինչից հետո նա վերադարձել էր Թուրքիա։ Օդանավակայանից նրան տեղափոխել էին դատարան, որտեղ նա ցուցմունք էր տվել, ինչպես նաև ստուգման համար հանձնել արյան և մազերի նմուշներ, հիշեցնում է VM-ը։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Panorama AM-ին և բաժանորդագրվեք մեր ալիքին։